Ողջույն հարգելի ջրհոսներ, սա ձեր կանխատեսումն է ապրիլ ամսվա համար, բոլոր 12 ոլորտների համար։ Նա շատ մանրակրկիտ է, այդպես չեմ նայ, ինչպես որ նախորդ անգամ էր, կանեմ միայն այն քարտերը, կնայեմ միայն այն քարտերը, որոնք որ կընկնեն եւ իհարկե միայն երբ որ լարված քարտեր կլինեն, այդ ժամանակ դիմենք օգնական քարտերին։ Խնդրեմ նաեւ բաժանորդագրվել, լայքել տեսանյութը, շատ կարևոր է ինձ համար, որպեսզի ես էլ ավելի հավեսով աշխատեմ, որտեղ ինչքան քիչ դիտում, այնքան ես ուղղակի չեմ ուզում աշխատել։ Եվ տեսնում եք, որ տեսանյութեր են դուրս գալիս։ Այդ դեպքում տուժում են այն մարդիկ, ովքեր որ հետաքրքրված են։ Տեսնենք, ջրհոսների տրամադրությունը ապրիլին։ Ֆինանսական վիճակը, շրջապատը, հարազատները, ընտանիք, տուն, երեխաները, առողջությունը, սեր և հարաբերություններ, փաստաթղթեր, ճամփորդություն, աշխատանք, բիզնես, ընկերներ, օգնություն, եւ իհարկե վախեր, խնդիրներ, գաղտնիքներ, այդպես։ Ահա, հուսով եմ բոլորը երևում են։ Սկսենք տեսնենք ինչ է ձեզ սպասվում։ Ընդհանուր ֆոնը, բավականին կռվի եք տրամադրված։ Չգիտեմ ինչու։ Կռվի տրամադրություն ունեք։ Տեսնենք ինչից է սա։ Կամ մաքրություն է սա։ Բայց դե մեկ ամիս մարդը չի մաքրի։ Միգուցե ուբուրկա է, միգուցե վերանորոգում եք, սկսում անընդհատ այդպես քանդում եք չոր մի բաներ եւ հետեւից պետք է հավաքել։ Տեսենք վեճը ինչն է։ Երկրորդ կեսի հետ եմ, պայմանագիր կնքելու հետ է կապված, գործնական այդպես ցիկլային աշխատանքի հետ է կապված, այնպես որ այստեղ զգուշ եղեք, հա, աշխատանքի հետ կապված, ընտանիքի հարաբերությունների հետ կապված, հատկապես պայմանագիրը կնքելու հետ կապված։ Վեճը ամբողջ ամիս կլինի։ Չէ, ամբողջ ամիս չլինի, ինչ-որ մի պահի, հա, ինչ-որ մի բան տեղի կունենա և կարող վիճել։ Դա հիմա արդեն գիտեք և ամիսը չեք թողնի ամբողջ ամիս ոնց որ վեճերի մեջ լինեք։ Տեսնենք ֆինանսական վիճակը։ Նաև ֆինանսական վիճակը ձեզ կարող են աջակցել, օգնել, ոչ թե հեղինակավոր մարդիկ, գուցե նաև ինչ-որ պատվերներ է և այլն իրենք այդպես հարուստ են և անգամ հավելյալ գումարել են ձեզ տալիս, որ ինչ-որ գործեր անեք, ինչ-որ պատվերներ անեք իր համար, պատվերը տալիս եք, հավանում են և ոնց որ ավելի հավելյալ գումար են տալիս ձեզ։ Նաև սա պետական աշխատող է, միգուցե իրան եք գումար վճարում իր ծառայությունների համար։ Դե ինչ-որ մեկն է հստակ, եթե դիմեք իրեն գումարի հետ կապված, ինքը ձեզ կաջակցի այդ ամենից, եթե հարկ լինի, կարիք լինի, ապա նա ձեզ անպայման կաջակցի այդ հարցում։ Տեսնենք շրջապատը, հարազատները, ինչ-որ կողմ մեծ գումար է նաև մեկ էլ գալիս, մեծ այդպես խոշոր գումար։ Հարազատները և շրջապատը, հարազատների հետ բավականին շատ շփում կունենաք, բայց ոնց որ ավելի շատ նամակագրական կապ է, քան ինչ-որ հեռախոսային զրույց կամ մեկ այլ բան։ Բայց նորություններ կլսեք իրենց մասին, տեղեկատվություն կլսեք։ Դե շրջապատի մարդիկ էլ եւս ոնց որ այս շաբաթ այս ամիս ավելի շատ շփումը ոնց որ վիրտուալ կլինի, քան իրականում մարդկանց տեսնեք ժամանակի առումով չեք հասցնում հանդիպել, խոսել։ Նաև սա հրավիրատոմս է, միգուցե հրավիրատոմս եք ստանում ձեր շրջապատի մարդկանցից, որ
Դե իրենց առիթին գնաք, իրենց մոտ։ Նաև ինչ-որ խումբ է, որտեղ կարող եք մտնել եւ այնտեղ գրել իրար։ Եթե ինչ-որ հարց լինի, ոնց որ դիմեք, օգնեն, այդպես շրջապատ ստեղծեք ձեզ համար, ինչ-որ խումբ, որտեղ շատ եք գրելու իրար, կամ ձեզ են գրելու, իրար հարցեր տակ, պատասխանեք, այդպես։ Եվ փաստաթղթի հետ կապված հարցեր են։ Միգուցե ձեր քրոջ կամ եղբոր մոտ է ինչ-որ այդ նման հարցեր կան, կամ դուք եք աջակցում, կամ իրենց մոտ կարգավորվում է այդ հարցերը։ Միգուցե օտար երկրի հետ է կապված այդ հարցերը, երբ դուք փաստաթուղթ են ստանում։ Ինչ-որ բան է պետք, դուք եք օգնում, ինչ-որ փաստաթուղթ կա, դուք այնպեսի տեղ եք աշխատում, ավելի հեշտ եք կարողանում իրենց օգնել, կամ իրենք են այդպեսի տեղ աշխատում եւ ձեզ են օգնում։ Նորություններ կլսեք տարբեր ձեզ շրջապատող մարդկանց մասին։ Տեսնենք, ընտանիքը տունը։ Սա գաղտնիք կբացահայտվի առաջինը, կամ ընտանիքի անդամների մասին, կամ բուն ընտանիքի մասին, կամ տան մասին, որտեղ որ դուք եք ապրում։ Գուցե ինչ որ մի բաներ կախված, կամ նոր եք գնել այդ տունը, կամ վարձոբնական է, ինչ որ մի բան եք իմանում այդ տան մասին։ Սա նաև գործարք է, միգուցե տուն եք վերցնում վարձով, տուն եք գնում եւ այդ գործարքի մեջ եք։ Նաև ընտանիքի անդամներից ոմանք կամ ինչ-որ մեկը կարող է ցանկանալ սովորել, գնա սովորելու։ Նաև ընտանեկան գաղտնիք է սա, որը կարող է բացահայտվել։ Դե ծնողների դա կարող է լինել նաև ոմանք այստեղ միավորվում եք ձեր նախկինի հետ եւ կյանքի նոր փուլ է սկսվում ձեզ մոտ։ Կյանքի նոր էտապ է սկսվում ձեզ մոտ, վերջինս որ արդեն փոխում եք այդ էջը եւ ապրում եք ուրիշ ձև։ Նույնն էլ հա կարող է տունը վերադառնում եք տուն եւ փոխում եք ձեր կյանքը եւ ապրում եք արդեն ուրիշ ձև։ Տեսնենք երեխաների հետ կապված, սա կարող է նաեւ լինել տան հետ կապված փաստաթղթերի լուծում, այնտեղ սեփականաշնորհման իրավունք եւ այլն նման հարցերով կարող եք զբաղվել։ Երեխաները այստեղ կամ իրենք են ճամփորդում, կամ դուք եք գնում երեխաների մոտ, կամ երեխաներն են գալիս ձեզ մոտ։ Երեխաների իրան կամ կօգնեք իրենց, որ իրենց գործերը առաջ մղեն, եթե ինչ-որ գործեր մնացել չեն կարողանում անել։ Սա ավելի շատ ճամփորդություն է, գնալ գալ է, միգուցե ուսման հետ է կապված, գնում են ինչ-որ միտեղ սովորելու։ Նաև դուք կարող եք, գիտեք, մի տեսակ կարող է նաև հղիություն լինել, եւ այդ հղիությունը ձեզ համար այնքան արագ անցնի, օրինակ ապրիլին արդեն զգաք, որ վայ արդեն փորս երևում է, արդեն մի տեսակ ոնց որ մեծ է կամ վայ արդեն եկավ ծննդաբերելու ժամանակ, այդպես ինչ-որ արագ այդ process-ը ձեզ համար կլինի։ Գուցե ոնց որ դեռ սպասում եք, դեռ մտածում եք, հա դե կա դեռ մի քանի ամիս։ Կամ երեխան ուղղակի որոշում է շուտ ծնվի, շտապում է, որ շուտ ծնվի։ Նաև ոմանք ովքեր որ կգնան ճամփորդության այդ ժամանակ, ինչ-որ միտեղ հանգստանալու, թեկուզ 1 օրով, 2 օրով, ապա այդ ժամանակ է նաև սպասվում հղիություն ձեզ։ Այնպես որ եթե չեք ուզում, պետք է ուշադիր լինեք։ Եվ տեսնենք առողջությունը։ Դե առողջությունը լավ է, զբաղվում եք մշտապես առողջությամբ։ Ճիշտ սնվեք, առողջ սնվեք, սպորտով զբաղվեք, հա, զբաղվում եք, սա ցույց է տալիս, որ առողջության մասին մտածող մարդ եք։ Մշտապես այնպես չի, որ աչքա թողեք արել։ Հենց առողջության քարտն է եւ դա ընդհանրապես երբ որ ընկնում է, դա նշանակում է լավ առողջություն։ Իսկ լավ առողջությունն է դուք եք տալիս ձեր լավ սնվելով, ճիշտ սնվելով։ Տեսնենք սեր հարաբերություններ, միգուցե նաեւ այդտեղ վիրահատություն է։ Սեր եւ հարաբերություններ այստեղ մեկը մյուսին կարող է ժամանակ է տրամադրում, ժամանակ է տալիս, ինչ-որ մի բանը փոխելու, ինչ-որ մի բանը կարգի բերելու հետ կապված։ Միգուցե ժամանակ է հարկավոր, այստեղ նաեւ վեճ կա, ժամանակ է հարկավոր իրայից մի փոքր հանգստանալու համար, բայց ոչ շատ երկար ժամանակը բերում է բաժանման։ Ես հորանջում եմ ձեր վրա, դա նշանակում է, որ նաև կարող է ինչ-որ գործեր են արել ձեր հարաբերությունների վրա։
Եվ սա նաև նշանակում է հարաբերություններին շատ ուշադրություն դարձրեք, միգուցե աչքա թողեք արել, ժամանակ հատկացրեք նաև հարաբերություններին, ժամանակն է նաև սկսելու ինչ-որ մեկի հետ հարաբերություններ ունենալ, բավական է մենակ մնալ, սա նաև դա է ասում։ Եվ կարող է շատ եք խորանում հարաբերությունների մեջ, շատ եք ժամանակ վատնում հարաբերությունների մեջ, բայց ուշադրության կենտրոնում դա է, մնացած աչքա թողեք արել։ Կամ հակառակը սա, ժամանակը դա է։ Եվ կարող է, ովքեր որ նոր են հանդիպում, նոր հարաբերությունների մեջ են, այստեղ անդադ ժամ պայմանավորվեք ձեր սիրելիի հետ, գնաք, հանդիպեք, այդպես ժամադրության։ Եվ ժամանակը էլի վատնեք, չհասկանաք նաև ինչպես անցավ ժամանակը։ Հենց ովքեր միայնակ են, ժամանակը նաև անցել է, որ գտնեք ձեր երկրորդ կեսին։ Տեսնենք ճամփորդու թղթերի հետ կապված, սա նա ինչ-որ մի աղջիկ կարող է օգնել ձեզ թղթերի հետ կապված հարցերում, կարող ինքն է ձեզ այն ինչ-որ թղթեր պահանջում, դուք եք իրան դիմում ոչ թե թղթերի համար։ Միգուցե ձեր աղջկան եք դիմում, օրինակ ձեր թոշակի հետ կապված հարցերի համար, որպեսզի հետաքրքրվի, ինչ-որ մի բան չեք հասկանում։ Տեսնենք ինչ դեր է խաղում։ Դե ինչ էլ որ անի, նա լավ կանի, հա, անպայման կանի ձեզ համար։ Եթե ինչ-որ մի հարց է դիմում եք իրեն, ասում եք, գիտես, այս ինչ-որ փաստաթուղթ է պետք, կամ արխիվում է աշխատում եւ այլն, եւ ձեզ ուրախացնում է։ Գիտեք, նաեւ եթե ովքեր որ աղջիկ ունեն, քույր ունեն դրսում եւ փաստաթղթի հետ կապված հարցեր ունեն, ապա այդ փաստաթղթի հետ կապված հարցերը կլուծվի։ Կամ նաեւ եթե դուք եք դրսում, ձեր փաստաբանն է, եւ փաստաբանը ասում է, այո, ամեն ինչ լավ է, ձեր փաստաթղթերը լինում են եւ այլն։ Միգուցե դատական գործընթացներ էր այստեղ, միգուցե ինչ-որ մի բան էր, որի պատասխանը կստանաք եւ սա ընդհանրապես ձեզ շատ կուրախացնի։ Տեսնենք ճամփորդությունը կճամփորդեք, թե ոչ։ Դե ճամփորդելը այստեղ դժվար ճամփորդեք, դժվարություններ կլինեն ճամփորդելու հետ կապված։ Միգուցե վիզանա, որ դեռ չեն տրամադրում, միգուցե դժվարություններով եք գնում, տեղ հասնում, կամ ուղղակի մեկ այլ գործերով եք զբաղվում եւ չեք կարող գնալ ոչ միտեղ հանգստանալ ուղղակի այդ ամիս։ Ամեն ինչ կկարգավորվի, եթե թեկուզ սկզբում էլ վիզա չտան կամ ինչ-որ մի բան է, բայց հետո ամեն ինչ կկարգավորվի, թեկուզ եթե ճանապարհ եք գնում երկար, ապա եւս գուցե խնդիրներ կան, հետո արդեն ամեն ինչ կարգավորվում է, ոնց որ ամեն ինչ կհանգստանա, նորմալ կլինի, մի անհանգստացեք։ Իսկ ուղղակի այս ամիսը չեք ցանկանում գնալ հանգստանալ, որովհետեւ ուրիշ խնդիրներ կան եւ պետք է զբաղվեք դրանցով, հետո նոր արդեն կարող եք գնալ։ Մեկ ամիս հետո, 2 ամիս հետո ամռանը։ Եվ տեսնենք աշխատանք, բիզնես։ Մի քիչ խոչընդոտներ կան աշխատանքում։ Այստեղ եւս ասացի, որ պետք է ուշադրություն դարձնել։ Խոչընդոտներ կան, տեսնենք ինչ խոչընդոտներ են եւ ինչպես կարող եք այն վերացնել։ Անկայուն է ինչ-որ մի բան, ինչ-որ բաներ անհասկանալի են ձեզ համար, միգուցե ինչ-որ խախտվել է բիզնեսը, խախտվել է աշխատանքային ռեժիմը, խախտվել է ներսի հարաբերությունները, այստեղ բիզնեսը եւս նայեք ցույց է տալիս։ Պետք է կայունացնեք ամեն ինչ, այնտեղ լարվածությունը թողեք, դուք ինքներդ եթե լարված եք ձեր բիզնեսի համար, ինչ որ զգում եք խոչընդոտներ կան եւ չեք կարող տակից դուրս գալ, ապա այդ լարվածությունը պետք է մեկ հանգստացնեք, նոր հետո սկսեք ուղիղ ավելի լավ աշխատի։ Նույնն էլ աշխատանքի վայրում, այստեղ եւս նայեք վեճ կար, կախված է ինչ եք աշխատում դուք, եւս պետք է կարողանաք հանգստացնել այդ վիճակը, կարգավորել ամեն ինչ։ Մեծ ավելի հանգիստ տոնով, ոչ թե վեճի գնով։ Եվ ոնց որ խախտվել է այստեղ, խախտվել օրինակ աշխատակիցների հետ վեճը։ Ոնց որ արդեն լարվածություն այսպես նստած ներսում։ Նա համար պետք է կարողանաք կարգավորել դա, ավելի հանգիստ, առանց վեճի, բանտեղ մի դրեք եւ քիչ-քիչ, արդեն կկարգավորվի։ Նույնն էլ բիզնեսը է այստեղ։ Ճիշտ ճանապարհը պետք է գտնեք, ոչ թե վիճեք կամ ինչ-որ բաներ անեք։
Սա անկայուն վիճակ է։ Վստահ չեք վաղվա օրվա մասին, այդպես։ Նաև աշխատանքի վայրը նույնպես։ Վստահ չեք, որ վաղը եւս կաշխատեք այդտեղ։ Ինչ որ մի բան էլի եմ ասում, խախտվել է։ Լարվածությունը պետք է թողնել։ Տեսնենք ընկերներ եւ օգնություն, դե ինչ որ ուղի կընտրեք, օրինակ կասեք գնամ այս մարդուն դիմամ, գնամ այս կազմակերպությանը դիմամ, օգնության համար իհարկե, գնամ հա ինչ որ այս ընկերոջս ասեմ թող իրա ծանոթին դիմի, որ օգնեն մեզ։ Նաև սա ընկերների հարցում ոչ թե որոշում կկայացնեք։ Գուցե ոմանց հանում եք ձեր կյանքից, հա, ասում եք վերջ, ես այլ սրա հետ էլ չեմ կարողանում ոնց որ հա յոլա գնամ, սա չեմ կարողանում շփվել, խոսել, վրաս ազդում, արարքները դուրս չեն գալիս եւ այլն եւ ուղին դա է որ վերջ, այս մարդուն կհանամ իմ կյանքից։ Կամ արժի օրինակ ես մարդկանց թողել իմ կյանք, արժի ընկերություն անել այս մարդկանց հետ, ինչ որ ուղի է։ Միգուցե նաեւ ձեր ընկերները ձեզ խորհուրդ են տալիս, ինչ որ ուղի են ձեզ ասում, ասում են, ինչու սա չես անում օրինակ, ինչու էսպես չես անում։ Եվ դա ձեզ կարող է հենց որպես հենց օգնություն է, որ դուք ինչ որ մի բան ավելի լավ անեք, ավելի ճիշտ անեք։ Իրենց այդ ասածով։ Եվ տեսնենք վախերը, խնդիրները, գաղտնիքները, վախեր կան, խնդիրներ կան, գաղտնիքներ կան։ Այստեղ վախերը նաև կարող է լինել, օրինակ վիրահատության համար, կամ ձեր հարազատի։ Տեսնենք վախերը ինչի համար են։ Բիզնեսի, երեխաների, կտրուկ փոփոխություն կամ երեխաների համար եք վախենում, որ անկարծ չվնասեն իրենց, միգուցե ինչ-որ տեղ են աշխատում, միգուցե բանակ եք գնում եւ էլ եք մտածում իր մասին, վախերը դրանից է։ Նաեւ բիզնեսի հետ կապված։ Կարող է ուզում եք կտրուկ քայլ անեք, փոխեք եւ դա համար վախենում եք այդ քայլը անեք, կամ ուզում եք բիզնես բացել, դա եք վախենում։ Տեսնենք խնդիրները։ Խնդիրները կվերանան։ Գիտեք, այստեղ արդեն ցույց է տալիս մեկ ակնթարթ կվերանա։ Այսպես մի հատ գլուծեք, ոնց որ կհնձեք, հա, դա հնձելու ապարատն է։ Ոնց որ հնձում եք եւ խնդիրները հետը գնում է այդպես, ոնց որ բլոշներ կան, էսը հնձում եք, կտրում եք եւ ոչ ոք չկա արդեն, հա, խնդիրը լուծեցիք, վերջ, ամեն ինչ լավ է, այստեղ հաջողություն ունեք։ Այդ գաղտնիքը այստեղ կարող է բացահայտվել, մեկ ակնթարթ բացահայտվել եւ դա առաջացնի վեճ։ Ինչ կա գաղտնիքի հետ կապված, գաղտնիքը կբացահայտվի, թե ոչ։ Դա այստեղ կարող է հրապարակային բացահայտվի։ Դա համար արդեն գիտեք եւ ապրիլ ամիսը փորձեք անձամբ ձեզ համար կարևոր բաները քիչ տարածել, որովհետեւ լայն տարածում սա կարող է ունենալ։ Շատ մարդիկ իմանան անգամ մեկ էլ ինչ որ մեկը ձեր հարազատներից, չգիտեմ որ երկրի ձանգի, վայ, ես ինչ որ բան է եղել, փորձեք քիչ տարածել, միգուցե այն վախերը դրանից են, հա։ Գաղտնիքը կարող է հա մեկ ակնթարթ բացվել, շատ ուշադիր եղեք, շատ։ Ոչ ոքի մի պատմեք։ Ընդհանրապես գաղտնիքը պահեք ձեր ներսում։ Ոչ ոք չի պահելու ձեր գաղտնիքը բացի ձեզանից։ Դե այսքանը ձեզ համար խնդիրներ կային, դուք կարող եք այն վերանայել այդ խնդիրները, փորձել օգտվել նաև խորհուրդներից քարտերի այն ինչ որ ես ասացի եւ կարողանաք կարգի բերել այդ ոլորտը։ Այսքանը ձեզ համար, թող որ ապրիլ ամիսը ձեզ համար լինի ամենահաջողակ ամիսը։ Լավ եղեք։